Հայաստանի լեռները միշտ ինչ-որ գաղտնիք են պահում իրենց մեջ, ու երբ ճանապարհը տանում է դեպի ապարան, այդ գաղտնիքը սկսում է կամաց բացվել։ Իսկ ես առհասարակ սիրում եմ այն վայրերը, որտեղ մենք նորից ու նորից այցելում ենք։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապարանի ջրամբարը։ Ապարանի ջրամբարը ծածկված կապույտ հայելու պես մի ջրային լեռնաշխարհ է, որը կառուցվել է 1962 թվականին ու համարվում է Հայաստանի ամենախոշոր ջրամբարներից մեկը։ Ու ոչ միայն կարևոր ջրատնտեսական կառույց է, այլ նաև վայր լռության ու քամու համար ստեղծված։ Ջրամբարի հայելային մակերեսը մոտ 7,9 քառակուսի կիլոմետր է, իսկ ընդհանուր ծավալը 91 միլիոն խորանարդ մետր։ Այստեղ մարդիկ գալիս են ուղղակի զբոսնելու, լուսանկարվելու կամ ուղղակի նստում են ափին ու նայում ջրին ու նկատում, թե ինչպես է ժամանակը դանդաղ հոսում։ Ես էլ նստեմ ափին, նայեմ ջրին, առանց խոսքի, առանց շտապողականության, քանի որ ապարանի ջրամբարը ժամանակի դանդաղ ընթացքի մասին է։ Վստահ եմ բոլորդ գիտեք, որ այս շրջանը սոճիների փոշոտման ժամանակն է, իսկ դա պարզապես հրաշալի հնարավորություն է օրգանիզմը մաքրելու եւ վերականգնվելու համար։ Իսկ ինչ եթե ասեմ, որ սոճիներով ամենախիտ անտառում մայլերից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա ջրամբարի հարևանությամբ է գտնվում Ապարան պարկ ընտանեկան հանգստյան գոտին։ Բարի գալուստ Ապարան պարկ, այլ կերպ ասած սոճիների գիրք, որտեղ ձեր ժամանակավոր տունը դառնում են քոթեջները, իսկ բնությունը միակ հարևանը։ Բառեր չեմ կարողանում ընտրել, իսկապես ապշած եմ։ Պետք է այստեղ լինեք, որ այս փայտի մաքուր հոտը զգաք, իսկ այս տեսարանի մասին էլ չեմ խոսում, սոճիներով լի անտառը, չգիտեմ, ամեն ինչ արտակարգ է, ամեն ինչ իդեալական է ու մի բան եմ հասկանում, որ ես սիրում եմ Հայաստանը։ Էկոլոգիապես մաքուր տնակներ, ներսում հարմարավետություն եւ ջերմություն, իսկ դրսում անտառ, զբոսանքի արահետներ եւ որ ամենակարևորն է մաքուր օդ։ Սա պարզապես հանգիստ չէ, սա վերադարձ է պարզին, հասարակին, մաքրամաքուրին, այն ամենին, ինչը մենք հաճախ մոռանում ենք առօրյայում ու վազվզոցի մեջ, իսկ արագած սարը իր վեհությամբ լռեցնում է ամեն ինչ։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Անկեղծ ասեմ, սա է իմ պատկերացրած կատարյալ հանգիստը, մաքուր օդ, լիճ, չգիտեմ ինչ ասեմ, Ապարան պարկը ստեղծել է բոլոր պայմանները, որ ես կատարյալ հանգստանամ ու ձեզ փոխանցեմ իմ էմոցիաները, իսկ ինձ մնում է ընդամենը անջատել հեռախոսը եւ այն դեն շպրտել։
իմ երազանքի նախաճաշը կազմակերպելու համար հատուկ շնորհակալություն Ապարանջան ռեստորանին, որը գործում է Ապարան պարկում։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ դուք շարունակեք մնալ մեր եթերում։ Ամռան այս շոգ օրերին ես ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել այս հեքիաթային վայրը եւ ձեր սեփական աչքերով տեսնեք այս ամենը։ Իսկ ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մենք Ապարան պարկ հանգստյան գոտում էինք։